Այս հյուրանոցում բարձվում է չեկաուտ անելու կարիք չկա։ Հենց դուրս ես գալիս, միանգամից ժամը 12-ին սենյակի կոդը ավտոմատ փոխվում է, հաջորդ մարդը որ գալիս է արդեն նոր կոդ է ստանում։ Goodbye, thank you։ Հիմա տեսնեմ ոնց եմ արագի մեջ հասնելու օդանավակայան։ Ես արդեն հասել եմ դեպի մետրո, այստեղ պետք է վերցնեմ S9 համարի մետրոն, որը տանելու է 16 կանգառ, 16-րդը ես պետք է դուրս գամ, որ արդեն օդանավակայանն է Բերլինից։ Նայեք ինչ հավես է, որ ամեն մեկը գրած է քանի րոպեից է հասնեն։ Մոտավորապես 45 րոպե է մնացել, մինչև ես հասնեմ արդեն իմ կանգառ։ Այստեղ մի քանի հոգի կան, որ իրանց հետ էի նոր մի քիչ խոսում, պարզվում է, որ երեք օդանավակայանը Բերլինի փակ ա եղել, քանի որ ինչ-որ եղանակի հետ կապված չոր խնդիրներ ա եղել, ինչ ա եղել, չգիտեմ, ստիպված են եղել փակել ու բոլոր թռիչքները չեղարկել են։ Չեմ հավատում, որ ստիպված արդեն հաջող եմ անում Բերլին քաղաքին, բայց ոչինչ, մի օր անպայման ելի կգամ։ Ինձ մնացել է ընդամենը 5 կանգառ էլ գնամ, որը որ տևելու է մոտավորապես 15 րոպե ու ես արդեն կհասնեմ օդանավակայան, իսկ հիմա բավականին շուտ եմ հասնում, 9:10 լինելու իմ թռիչքը ու հիմա ժամը 8-ին 15 է պակաս, հաստատ հանգիստ հասցնելու եմ։ Հասնում ենք։ Վերջ ես արդեն հասել եմ ու հենց հիմա շարժվում դեպի օդանավակայան, արա էլի հերթ, սկսեցինք հերթերը։ Այնքան սոված են, սա մեռնել եմ փողից։ Ես էլի դուրս եմ եկել առանց ինչ-որ բան ուտել։ Terminal 1 is this, yes? Terminal 1 is here? Yes, here's Terminal 1. Yeah. Պետք է հասկանամ ոնց եմ գնում փաղի։ Terminal 2 Terminal 1-ը տեսա, բայց ուր է։ Գրած է Terminal 1, բայց ոչ մի բան չկա։ Levels, Archer։ Փաստորեն մի հարկ էլ պետք է բարձրանամ։ Այստեղ մի հատ հերթ է նայեք, որ չեմ հասկանում, որտեղից պետք է միանամ։ Հիմա պետք է արդեն գտնեմ EasyJet կամպանիայի թռիչքը դեպի Փարիզ։ Էս է գտա։ Էս է, այստեղ էլ արդեն մեր հատվածն է, որտեղից ես պիտի գնամ։ My ticket is this? Yes. Where should I go? So this is your hand luggage? Yes, yeah, this is my backpack. Պաստորեն սխալ է ինչպես միշտ։ Չի կարա ինչ-որ բան ասես շատ հանգիստ գնա, սահուն գնա, պետք է անպայման ինչ-որ սխալ լինի այս ընթացքում։ 8:40 գեյթը փակվում է, հասկանում եք։ Ժամը 8:10 է հիմա։ Excuse me, hello. Can you please help me? Where should I go? Stay this line. This? Yes, start of the... Oh my god. Okay, thank you. Ժողովուրդ, գիտեք ինչ հերթ է։ Այ մամա ջան։ Երևում է չէ ինչ քիչ հերթ է։ It's faster you mean? Yeah? I go there now? Վայ արա, կենժան բան է մնացել թռիչքից, ինձ ուրիշ տեղ են ուղարկում հիմա էլ։ Oh my god, the flight is in 30 minutes. Oh, really? Yeah, 9:10. Oh my god. Ah, here is it, security control. Հեսա բան չմնա, շուտով էլի համբացնելու են ինձ էստեղ։ Hi. So this is my ticket to Paris. Yes. Now there was a woman there. She told me to go to security control number 1. It's here? For all, number 1 or this is for all? Okay, thank you. It's gonna name Banna durs galis. Kam estեղ kam enter. Did they close again? Excuse me. What should we do now? So we have to wait here, yeah? Sich wie folgt Tablets und E-Book-Reader bei der Kontrolle. Vielen Dank für Ihre Unterstützung. Dear guests, reduce waiting times at the Այստեղ հատուկ նախատեսված հատված կա, որ պետք է ջուրդ այստեղ թափես, որովհետև ինքնաթիռի մեջ չի թույլ է տրվում։ Ժամը 8:30 է ու ես դեռ սպասում հերթի մեջ։ Սկսեցի արդեն վախենալ, հանկարծ նենց չստացվի բաց թողեմ իմ ինքնաթիռը, որովհետև եթե տենց բան լինի, ամեն ինչ խառնելու է։ Մնացել է ընդամենը 40 րոպե, 9:10 ինքնաթիռը պետք է տրվի։ I think I have to ask the permission of everyone. Oh my god. Excuse me, my flight is in 35 minutes. Can I go right for you? Excuse me, my flight is in 35 minutes. Thank you so much. Hello. Why is it so slow? Like, what's happening? Because of the strike yesterday. Yeah. Because of that. Thank you, everyone. Yeah, no problem. Oh, yeah,
but it causes a lot of problems. Yeah. Հենց հիմա վազում եմ մնացել ընդամենը 20 րոպե, պետք է արագ գտնեմ որտեղ եմ։ Մի ժամ տևեց մինչև ամեն ինչ ստուգեցին։ Չոր էս մեծ duty free-ի միջով պետք է անցնենք։ Կյանքում ցույց սխալ բան չանեք։ Einmal die Treppen runter. Hi. Good? Yeah, very fine. Thank you. 10 րոպե ա մնացել ու պարզվեց ամենահեռու գեյթներ։ Hi. 3A. Thank you. Հայ մամա ջան, հասա։ Չեմ հավատում որ հասա։ Էկրանին գրած էր last call։ Իսկ վերջին անգամ էինք կանչում։ Ու պարզվեց ամենահեռու գտնվող գեյթներ։ Գիտեք ինչքան եմ վազել։ Արա, էս ինչ էր արա։ Իսկ կարևորը հասա վերջապես։ Hello. 3A. A, it's on the window on the right. All right, thank you. Excuse me. Hello, I'm there. Just give me 2 minutes, okay? Thank you so much. So this is my jacket. May I give it to you now? Thank you so much. Oh, thank you. I thought I was missing my flight. Չեմ հավատում։ Ես ինչ էր, սենց բան կյանքում չանեք։ Բայց կարևորը հասա ու տեղս էլ լավն է։ Ես համ 1 ժամից կհասնեմ Փարիզ։ Վերջ շարժվեցինք, գնում ենք, տեսնեմ երբ եմ էլի գալու Բերլին, բայց անկեղծ ասած իմ ժամանակը Բերլինում շատ հավես անցավ, շատ հավանեցի Բերլին քաղաքը։ Հիմա գնանք բացահայտենք Փարին։ Վերջ մենք արդեն օթում ենք։ Տենց մի նայեք ինձ, նորմալ բան չունեմ ուտելու։ Հայտարարեցին, որ ուղիղ մի քանի րոպեից մենք արդեն հասել ենք Փարիզ քաղաք, չեմ հավատում, որ ես արդեն գտնվում եմ Փարիզում։ Ամբողջ ընթացքում ես պատմությունից դուրս եմ նայում, մտածում եմ, որ կարող եմ հենց հիմա տեսնեմ էլի Էյֆելյան աշտարակը, բայց դեռ չեմ տեսնում, երևի հեռու ենք մենք գտնվում այնտեղից։ Հասանք։ Եթե նկատեցիք, այստեղ ոչ մեկ ծափ չտվեց, երևի սենց 1 ժամանոց թրիշների ժամանակ չեն ծափահար։ Սպասում եմ բոլորը հասնեն, որ ես մանգիստ գնամ ու իմ պայուսակը վերցնեմ, քանի որ մի քիչ են կողմի վրայա տեղ չկար հենց իմ աթոռի վերևում։ Վերջապես հերթ անցավ ինձ։ Thank you. Bye bye. Yay! Հասանք Փարիզ։ Հիմա էլ բացահայտենք Փարիզը։ Այո։ Հեսա հենց հասնեմ, պետք է արդեն մի հատ Google Maps-ով նայեմ, ոնց պետք է շարժվեմ, ոնց պետք է գնամ հասնեմ իմ հյուրանոց։ Էլի նույն ձև գնալու եմ հյուրանոցում թողնեմ իմ ապրանքը մինչև check-in-ի ժամը գա, որովհետև էլի Բերլինի պես ժամը 3-ին է check-in-ը լինելու։ Այդտեղ մեծ քանակով մարդիկ կան, երևի դպրոցականներ են, արագ իրանց անցնեն։ Thank you։ Հազիվ է արդեն մի քիչ սովորել Բերլինի փողոցները ու Բերլինին։ Հիմա լրիվ նոր տեղ պետք է բացահայտեմ 0-ից։ Հուսով եմ ճիշտ եմ գնում։ Yeah. Վերջ ես արդեն գտնվում եմ Փարիզ քաղաքի օդանավակայանում, որի անունն է Օրլի, հիմա պետք է հասկանամ ոնց եմ ստեղից շարժվում։ Արդեն հերթը եկա, որպեսզի մենք դիմենք Google-ի օգնությանը։ Տեսնենք ոնց է մեզ տանում Google-ը։ Բացում ենք Booking, գտնում ենք մեր Փարիզի հոթելի հասցեն, ահա, հեսա։ Մտնում ենք Google Maps, search։ Պետք է 9 րոպե քայլեմ, նստեմ մետրո, հետո էլի ուրիշ մետրո, հետո էլի 5 րոպե քայլել։ Գնանք տեսնենք ինչ է գալիս մեր գլխին։ Ընդհանուր ցույց է տալիս, որ մոտավորապես 1 ժամ է տևելու այս ամբողջ ճանապարհը։ Այս
Այստեղ գրած է մետրո 14, բայց ոնց պետք է գնամ։ Hi, do you speak English? Can you please help me understand how can I get to metro number 14? It's over there. I have to get a ticket from where? From here? Like Apple Pay. Yeah. Thank you so much. Charge it for like not one day. Oh. Because sometimes when you put ticket on it, Okay. it block your card. So you have to buy another card again if it's not at zero. Արա շատ լավն էր սկինը։ Սաղ բացատրեց, օգնեց, վճարել եմ 15 եվրո, սենց քարտ եմ ստացել, որի միջոցով դու օգտվում ես մետրոներից ու ոնց հասկացա մի քանի անգամ, որ ժամկետ կա իրա վրա, ասես։ Thank you. Մեկ էլ Այ քո Դեռ բան չեմ ուզում ասել Լավա բան չեղավ ճամպրուկին 20 անգամ գլորվելով իջավ ներքև Այո, մետրոն իսկ սիրուն է Հենց նոր գնաց։ Ես արդեն նստած եմ մետրոյի մեջ ու հենց հիմա պետքա գնամ մոտավորապես 15 կանգար, որը տևելու է կես ժամ։ Դրանից հետո պետքա փոխեմ, անցնեմ մյուս կողմ, նստեմ ուրիշ մետրո, ելի մի քանի կանգար գնամ, որից հետո արդեն կհասնեմ։ Բայց այնքան է դուրս եկել այստեղի մետրոն, մի հատ էս կադրը նայեք ինչ արագ են գնում։ Օժո։ Չգիտեմ, այդպես շատ ուրախ եմ, շատ հավես է։ Նայեք, այստեղ ոնց են դռները բացվում ու փակվում։ Մի հատ դրսից կա, մի հատ ներսից կա։ Մետրոյի դիմացի հատվածում ընդհանրապես միշտ վարորդ է չէ լինում։ Այստեղ վարորդ չկա։ Հենց ես եմ կանգնած հիմա դիմացում։ Կյանքումս առաջին անգամ եմ տեսնում մետրոն դիմացից։ Միշտ երազել եմ նստել վարորդի աթոռին ու տեսնել, բայց հիմա առանց վարորդի սենյակ մտնել, ես այստեղից տեսնում եմ նենց ոնց վարորդներն են տեսնում։ Եկավ իմ ամենասիրած հատվածը 3-2-1 Օրո Ժողովուրդ, էս ինչ կայֆ է Ինձ դզել է էս մետրոն Ինձ թվում է դուք արդեն հասկացաք դա Ինձ է թվում, որ այստեղի մետրոն ավտոմատ է, այսինքն մարդ չկա։ Ինքն իրան բացվում է, գալիս է, կանգնում է, մարդիկ նստում են ու շարժվում է, ոնց որ իրոք վարորդ չկա։ Քանի ժամանակ ունեմ, հերթով ձեզ ասեմ, որտեղ պետքա գնամ։ Ամենաառաջինը դե բնականաբար Էյֆելյան աշտարակ պետքա գնամ, Բարսելոնամ իր վերև։ Վաղվա համար ամրագրել եմ Լուվր թանգարանը առավոտվա ժամը 10-ից 11-ին, Arc de Triomphe, չգիտեմ եթե ճիշտ եմ կարդում, Notre Dame Cathedral, Champs-Élysées, այնտեղ նավով տուր կա, դա էլ եմ ուզում անպայման անել։ Անպայման պետքա ուտեմ բագետ։ Մի տեղ կա, որը գտնվում է գետնի տակ, անունն է Catacombs։ Մանրամասն իր պատմությունը չգիտեմ, բայց պետքա անպայման գնամ։ Montmartre պետքա գնամ, եթե իհարկե ճիշտ կարդացի անունը։ Մի խոսքով էս է այն ցուցակը, որ ես պետքա անեմ այս 2 օրում։ Մետրոյում ամեն մի կանգար հայտարարվում է 3 ձև։ Մի հատ հայտարարվում է ձայնով, մի հատ մեծ էկրանի է գրվում, թե որ կանգար ես հասել, մի հատ էլ լույսերով սենց գրած է, թե դու որ կանգարն ես հասել ու հաջորդը որն է լինելու։ Այսինքն անհնար է կորել Փարիզի մետրոյում։ Շատ կուզեմ Հայաստանի մետրոն էլ մի օր այ այսքան զարգացած լինի։ Ես արդեն հասա իմ կանգար, հիմա պետք է այստեղից տեղափոխվեմ մյուս կողմ տրանսֆեր անեմ, որը չգիտեմ ոնց պետք է անեմ, ու այնտեղից էլ ունեմ մի քանի կանգար գնալու։ Այս աշխատողներին կհարցնեմ, ոնց հասկացաք, ես հարցնելուց այդքան էլ վատ չեմ։ Փարիզի մետրո։ Հիմա գտնենք իմ հաջորդ մետրոն, թիվ 3, Sortir։ Excuse me, hi, I need metro number 3, առաջին տպավորություններ, Ֆրանսիայում էլ անգլերեն չգիտեն։ Ինչպես միշտ կորած հայք, նույնիսկ մետրոյում։ Գտա, հեսա, ինձ պետք էր ես M3 Գալիենի։ Հեսա, ոնց տեսնում եք, այստեղ էլ է գրած։ Էսնի մետրոն բավականին հին է երևում։ Ուրեմն այս մետրոն մի այլ կարգի
խցկված են մարդիկ, լրիվ հակառակն է այն նախորդ մետրոյի որ նստեցի, տեղ չկա ընդհանրապես, ու հիմա կարելի է արդեն մի քիչ մտահոգվել այն գրպանից գողացողներից, զգուշապետ լինել։ Որոշել էի այս մի մետրոյում ընդհանրապես ոչ մի բան չնկարեմ, բայց իմ մտահոգությունը ու այս տեղացիների անտարբերությունը չեն բռնում իրար հետ, որովհետև մարդիկ այստեղ նույնիսկ նաշնիկներով ու համակարգիչներով նստել են մետրոյի մեջտեղում, չոր գրքեր են կարդում, հեռախոսներն են օգտագործում, իրանք բարձր երաժշտություն են լսում, այսինքն նույնիսկ ուշադրություն չեն դարձնում իրանք կողքերը։ Ապահով է ինձ թվում է։ Այստեղ դուրս գալուց դռները ավտոմատ չեն, դու պետքա ձեռքով բացես։ Այդ ինչ բարդ էր այս դուռը բացելը։ The green thing? Uh-huh. Over there. Okay. This green thing over there. Yeah, I saw. Okay? Thank you so much. It's over there. Էլի աստիճաններ, անվերջ են այս աստիճանները։ Վերջ ես Փարիզում եմ։ Չեմ հավատում, որ ես հենց հիմա գտնվում եմ Փարիզ քաղաքում, երդվում եմ, չեմ հավատում։ Հիմա քարտեզը ոնց ցույց է տալիս, տենց պետք է գնամ, որ հասնեմ իմ հյուրանոց։ Հենց հիմա ես գտնվում եմ Parmentier փողոցի վրա ու ուղիղ մինչև վերջ պետք է գնամ, որ գտնեմ արդեն իմ հոթելը, գնացի։ Բավականին տարբերություն եմ նկատում Բերլինի եւ Փարիզի մեջ։ Թոր շինություն, գույներ, շենքեր, խանութներ, մի քիչ ուրիշ է։ Դե բնականաբար դուք հիմա կասեք, «Բայեք ջան, գնացել ես լրիվ ուրիշ երկիր, լրիվ ուրիշ քաղաք, ոնց կարա լինի»։ Ճիշտ այդպես։ Դրա համար էլ ես որոշել եմ ամեն օր առանձին անել այս վիդեոները, որ ամեն օր առանձին վայել ենք բոլորս իրար հետ։ Ես կարելի ասել մենակս չեմ։ Իմ հետ հենց հիմա 120,000 մարդ կա։ Բաժանորդագրվեք ալիքին, որ ել ավելի շատանանք, որ հաջորդ անգամ 200,000 հոգով գանք։ Բերլինի թաղամասերի հետ համեմատած մի քիչ ավելի նեղ են այստեղ թաղերը ու մի քիչ ավելի կեղտոտ է, ոնց հասկացա։ Կամ իմ հյուրանոցն է վատտեղ գտնվում, կամ սա ընդհանուր Փարիզյան ոճն է։ Հասա իմ հյուրանոց, հենց հիմա իմ դիմաց է գտնվում։ Գալուցս առաջ էլի մտել նայել էի Google-ով, էլի այս բոլոր փողոցներով սենց քայլել էի։ Այս էլ իմ հյուրանոցն է, որտեղ մնալու եմ 2 գիշեր։ Կոչվում է Լեոնարդ դա Վինչի։ Հուսով եմ լավ տեղ է, բայց դուռը ոնց է բացվում։ Դուռը չեմ գտնում, այս հյուրանոցի։ Հեսա։ Գտանք։ Hello, I have a reservation here. Haig Caesarian. Caesarian. Yes. Here you go. 650. Here you go. This is 10. Breakfast? No breakfast. No. Thank you. Wow, it's so heavy. Yes. And this is for the TV, yeah? Yes. Իսկ դուք լսել էիք նման հիմար հարց։ Ինքան ծանր է այս բանալի, մի կիլո է երևի, ու ամեն անգամ դուրս գալուց պետքա սա իրանց մոտ թողնեմ ասեց։ Ամեն, այս ինչ լիֆտ է։ Այս ինչ փոքր է։ Նայեք ինչ փոքր է տարածքը։ Հիշում եք Բերլինի հյուրանոցս ոնց էր։ Տեսնենք ներսը ինչպիսին է։ Հուսով եմ գոնե ներսը լավ կլինի։ Արա այս չա։ Վայ մամա ջան։ Վայ, այս ուր եմ ես արա։ Զուգարանը ավելի հարմար է ու սիրուն, քան այս տարածքը։ Այստեղ էլ Մոնա Լիզայի նկարն է դրած հենց անկողնու վերևում։ Հուսով եմ գիշերը չեմ վախենա։ Ուրեմն նախ եւ առաջ վատ հոտ է գալիս սենյակից։ Սենյակը շատ փոքր է, շատ հին։ Միակ պլյուսը այս պայդրությամբ այն էր, որ իմ չեքինը թողեցին շուտ լինի։ Ես գիտեի ժամը 3-ին է լինելու, բայց հիմա ժամը 1:15 է պակաս ու ես արդեն մտել եմ։ Մի քիչ կարևորը գալու եմ զուտ քնեմ, զարթնեմ ու գնամ։ Բերլինի հյուրանոցը ինչ էր։ Այս հյուրանոցի համար հարկերով միասին մոտավորապես 177 եվրո եմ վճարել 2 գիշերվա համար։ 177 այս փոքր ու վատ հոտով սենյակի համար։ Շատ կայֆ է, արա, շատ կայֆ է։ Տեսնենք անկողինը գոնե լավն է։ Մատ չի։ Հա լավ, կարելի է քնել այստեղ։
Ավելի լավ է շատ ժամանակ չծախսեմ, արագ մի հատ պատրաստվեմ, վեշերս դնեմ այստեղ ու դուրս գամ, քայլեմ, ման գամ քաղաքը բացահայտեմ, թե չէ ես հյուրանոցին որ շատ նայեմ, հիասթափվելու եմ ամբողջ Փարիզից։ Գնացինք բացահայտելու Փարիզ քաղաքը։ Thank you. Okay, հիմա տեսնենք մենք ուր ենք։ Գնահատեք իմ լուքը 1-ից 10 բալային համակարգով։ Հացո, ոնց ես։ Ես արդեն Փարիզում եմ։ Օրո, բայց ես իմ հյուրանոցը շատ հեռու է։ Գիտես Էյֆելյան աշտարակից ինչքան է հեռու է։ Մի ժամ։ Հա, այդ ինչ կապ ունի, ես իմ հյուրանոցում եմ արդեն։ Վայ արա։ Հիմա դու ուր ես։ Ինչի կողմերն ես, ես անունները չգիտեմ, թող։ Okay։ Ինչ իմանամ, ես պետք է իմանամ ոնց եմ հասնում այնտեղ, որ ասեմ օքեյ թե չէ։ Ուզում ես գաս իմ հյուրանոցի մոտ։ Հա, ես ինչ անեմ մի ժամ հիմա։ Ավելի լավ է տենց անենք, քանի ես հյուրանոցից մոտ մնամ։ Հա, քեզ կգրեմ։ Դու ապրես։ Okay։ Всё, ապրես շատ։ Bye։ Իմ լավ ընկերներից մեկին պիտի հանդիպեմ այսօր Փարիզում, Բախտի Բերմամբ ինքն էլ էր Փարիզում այս մի քանի օրը։ Պայմանավորվեցինք, որ հանդիպենք, միտեղ գնանք, իրար հետ նստենք, մի բան ուտենք, բայց բավականին հեռու եմ ես գտնվում, ոնց հասկանում եմ կենտրոնից, դրա համար էլ այսենց վատ հոթելում եմ։ Եթե ես գնամ դեպի Էյֆելյան աշտարակ ոդկով, տևելու է 1.5 ժամ, ոնց հասկացա, սա Բերլինը չի։ I wanted to know, are we close to the center or we are so far? Okay. No English? Okay, thank you. Մի ժամը հարց եմ տալիս իրան, վերջում ինձ ասում է ես անգլերեն չեմ խոսում։ Բայց շուտ ասեիր։ Մենք որոշեցինք, որ մետրո վերցնեմ, մետրոյով գնամ դեպի Էյֆելյան աշտարակ, այնտեղ էլ արդեն հանդիպելու եմ իմ ընկերներից Ծովինարին։ Մի խոսքով ես 45 րոպեից լինելու եմ Էյֆելյան աշտարակի մոտ, չեմ հավատում։ Գնացի։ Վայ, մոռացա, որ ձեզ էլ պիտի տանեի հետս։ Հենց հիմա գտնվում եմ Republic փողոցում։ Տիրունա, չէ՞։ Նայեք, ինչ սիրուն են այստեղ շենքերը։ Եղանակը բավականին ցրտոտ է, դրա համար էլ Ծովինարը ինձ ասեց, որ լավ տակ հագնվեմ, քանի որ ինքը մի քիչ մրսել է ասեց։ Բայց ես ոնց որ այդքան էլ տակ չեմ հագնվել։ Այո, բանան, սիրտս բանան է ուզում։ Excuse me. Hello. Can I choose which one? Վճարելու եմ 50 cents։ Վայ, արա, ուրա։ 20, 40։ Չի նայում, որ ասեմ գումարը վերցրա։ Here is it. Hello. Չի նայում, արա։ Can you check it's right? Thank you. Մի րոպեից հասնում եմ մետրո։ Oh, sorry. Oh my god, I'm sorry. Միամիտ հեծանիմների ճանապարհն էի մտել։ Հելան վրես, հասա մետրո։ Տեսնեմ հիմա այստեղ ինչքան եմ վճարելու։ Իսկ հիմա դուք ականատես եք լինելու, թե ես ինչպես վատնեցի 1 ժամից ավել Մարդ չկա այստեղ աշխատող։ տոմս գնելու վրա։ Excuse me. Are you from Paris? Can I ask you something? I have this card. I bought it like 2 hours ago. Okay. Ոչ մի ձև չէի կարողանում գնել տոմս, որպեսզի նստեմ մետրո եւ հանդիպեմ Ծովինարին։ But she said I can recharge it. Yeah, okay, it's right there. I can show you. Այս Փարիզցի աղջիկը ինձ ասաց, որ այս քարտը ես կարող եմ օգտագործել 2 ժամ հետո։ Ասաց, որ այնտեղ քարտերը սկսում են աշխատել գնելուց 2 ժամ անց, ոչ թե անմիջապես։ Ես նման հիմար բան չէի։ And how is life in Paris? I came from Berlin. Oh. Yeah. I was in Berlin last week. Yesterday, I can show you the map. Shows me Yeah. I have to get the metro from here. Okay. And come at the office, okay? Call the office. Yeah, but Thank you for your service. We all have the same issue, yeah? Oh my god. I can go. Ընդհանրապես մի հատ աշխատող չկա, որ իրան հարցնեմ, հասկանում ես, կես ժամա սրա վրա եմ ծախսում։ Հիմա դուրս եմ գալիս։ Ես ինչ խառնամ, մի հատ մետրոյից օգտվել չի լինի։ Այ խորանամ ես։ Մի խոսքով այս տիկետը տենց էլ չստացվեց ոչ մի բան անել սրանով։ Ծովինարը ասեց, որ մեքենայով գալու են ինձ վերցնեն ու գնանք Էյֆելյան աշտարակի մոտ։ Woo! 5 minutes later. Բարև։ YouTube-ում ես հայտնվելու։ YouTube. Ո՞й, չի սիրուն ես։ Yes, բարև։ Ո՞նց ես։ Քեզ Փարիզը սազում է։ Շատ սիրուն ես։ Նկարել եմ։ Վայ, չէ, չենք նկարել։ Ծովինարը եկավ, բարև Ծովինար։ Այդ դու եկար, ոչ թե ես։ Հա, չէ, եկար ինձ վերցնելու։ Բայց մեքենայով չենք գնում, գնում ենք մետրոյով, չէ։ Այո։ Всё, գնացինք։
Ինքան ցուրտ է այս մետրոյի կայարանի այս ներքևի հատվածում, որ գլխարկ չունեմ, շարֆս դարձրել եմ գլխարկ։ Սիրուն ա ծով։ Սազում ա։ Մի հատ էլ դու օպար։ How are you? You speak English, right? Come and help us. You need. Հալա վերևացի դե դու էլ մի պա։ It's been 1 hour I cannot go to the metro. For metro or bus you can. Օպուշովան։ Չգիտեմ քարտը ինչքան է։ Okay, օր էս ինչ խառն է այս քաղաքում էս մետրոն։ Ժողովուրդ ժամը 3-ն է արդեն։ Daily։ Արի daily առնենք մետրոյով գնանք վրդում ենք էլի։ Կլինի ուսուս մնաց։ 2 euros, okay, that's fine։ Թալանեք, ոնց ուզում եք։ I don't understand. But I'm saying that 2 euros is not gonna change anything. You are from Armenia. Yes. Welcome. Thank you so much. Okay. So what? I understood. Thank you. Bye. Բացի այրապորտով։ Ու աչու ձախ ես որ ես փողերը ծախսում եմ։ 14 եվրո, 5 եվրո, 2 ժամ անց վերջապես մտնում եմ մետրո։ Մտել եմ մետրո, շատ ուրախացա։ Որ կողմով ենք գնում։ Հայստավ գողություններին շատ։ Շատ իրեմ։ Ահա եւ մեր մետրոն։ Գնացինք։ Արի։ Մարդ մետրոյի մեջ նստացեք, մեկ էլ տեսեք ով եկավ։ Էս ինչ ռոմանտիկա։ Անկապ բռնել եմ։ Գնացինք։ Bye. Իսկ ես որ Եվրոպայում ապրեի, շատ ուրախություն եւ ջերմություն կբերեի այս քաղաքին։ Bye metro։ Ոնց էիր ասում ֆրանսերեն։ Tour Eiffel։ Գնացինք Tour Eiffel։ Արա մանկապարտեզ։ Hello։ Ոչ մի չբորում է ծոն։ Գնանում։ Ստեղ եմ Մարսանում։ Գնացինք։ Օյո։ Առաջին անգամ տեսա։ Նայեք։ Հիմա գնում ենք ավելի մոտիկից տեսնելու, չէ՞։ Էյֆելյան աշտարակի կողքն էլ այստեղ գտնվում է Սենա լիճը։ Կներեք, մի հատ է։ Իրամոչի, Փարիզի մեծ մասը։ Հա, լավ։ Սենա գետը, որը բավականին մեծ է ու այստեղ կա այս նավերով տուրերը, շատ հնարավոր է որ վաղը ես անպայման նստեմ այդ նավից, բայց ինձ ասել են որ Փարիզ գնալ ու դա չանել, դա ոչրագործություն է։ Ուրեմն գտել ենք այս տեղը, որ շատ երկար անունով է, մտնում ենք այստեղ, քանի որ վերջին անգամ ես կերել էի 3, ասացինք հիմա ստեղից ինչ-որ ուտելու բան վերցնենք ու ման գանք արդեն հենց Էյֆելյան աշտարակի կողքերը։ Քանի որ ժամանակ չկա ինչ-որ տեղ գնալ նստելու ռեստորան կամ կաֆե, դրա համար ստեղից կվերցնենք եւ կշարժվենք։ Ահա եւ Փարիզյան շատ հայտնի բագետները։ Thank you so much. Bye. Ուրեմն ուրիշ բան վերցրի, անունը նույնիսկ չեմ էլ հիշում։ Ինչ էր անունը։ Էսի սենց բան եմ։ Արա, էսի կղմասանն է։ Էսը նա ինչ հոմով բան է երևում։ Հա, շենի բանի ռեվա։ Ավտոսուր եք տանում։ Հենց նոր այստեղ մի քանի հատ նկարը ստացանք, որը կարող եք տեսնել իմ Instagram-յան էջում։ Մտեք իմ էջ ու անպայման հետևեք։ Ում կպահեք։ Ես էլ եմ նստելու։ Մի րոպե։ Ես արդեն կրկին մենակ եմ, նոր հաջողարեցի ծովինարին ու որոշել եմ հիմա գալ դեպի նորից աշտարակի մոտ ու բարձրանալ վերև։ Մի հատ հեսա նայեմ ինչ արժի։ Փարիզում հենց հիմա ընդամենը 10 աստիճան է, բայց շատ ցուրտ է։ Ինձ հիմա քամիա դրանից է ու ես էլ շատ բարակ շորերով եմ դուրս եկել, բայց ինչ անեմ, պետքա վայելեմ հիմա։ Գնացինք։ Նայեք ինձ սիրուն Fiat եմ գտել։ Տեսնենք ինչ կա այստեղ։ Նայեք ինչ սիրուն սուվիներներ եմ առնում, սառնարանի մագնիսներ են ու հենց բագետներով շատ կրեատիվ են, համ էլ կարամ նվեր տամ ինչ-որ մեկին։ Where are you from, sir? I'm from Armenia. Yeah. That's nice. Charles Aznavour. Yeah. Thank you. Thank you so much. Thank you too. Have a great day. Նայեք ինչ սիրուն մեքենա կա այստեղ, մեկ հոկանոց, մեկ թե երկու։ Շատ սիրուն է։
կրկինին ներկանալու պահ է եկել չեմ կարա շատ նկարեմ։ Hello. I love your bag. Thank you. Thank you. Հենց հիմա գտնվում եմ արդեն ներսում, հենց ներքևի հատվածում ենք, այսպես մինչև վերև սաղ երևում է աստեղ։ Չեմ հավատում, որ գտնվում եմ հենց Էյֆելի աշտարակի տակ, չեմ հավատում։ Այո։ Հիմա էլ լսի մի բան պատմեմ ու Հաջան, դե չնկարեմ նո։ Մի ասի մի հատ Հալա, ասեմ։ մի րոպե բան են պատմելու, հեսա կանդրադառնամ այս թեմային։ Մի հատ բան եմ ասում ձեզ չեք հավատալու, երբ որ նոր գալիս էի հերթ կանգնելու, որպեսի բարձրանամ աշտարակը, նայեք, ում եմ տեսել, դե չեք ճանաչելու, բայց հայերի եմ հանդիպել, հələ ձեռով արեք։ Էս ինչ լուր եք, մի հատ ասեք բարև։ Բարև ձեզ։ Անահետը չի երևում, մի հատ էլ։ Բարև ձեզ։ Բա տեսնում եք այս աշխարհը ինչ փոքր է, հայերի եմ հանդիպել ու շատ հավես է անցնում ձեր հետ։ Այս հերթը երևի մի 10 րոպե կլինի, չէ՞, ինչ կանգնած ենք կամ 15, չզգացինք, այնքան բամբասելու բան կա։ Դե ստոպտամ շարունակենք։ We want to get a ticket to go to the top։ Այդ 18։ Չի ասում ձերը, բա ձերը։ Հա, երեխեքին էլ իմս 36 է։ Այլա 36։ Բայց ոնց արի 36։ Yes։ Բա ոնց արի 36։ Այդ ո՞րն է, ասա։ Ասեցիք I'm 23։ So you're junior, I need your ID. ID, okay, լավ չասեց մամայի զանգի։ Here you go։ Ոյ, մոտս ճղեց, այո։ Այստեղ վճարեցի 18 եվրո, 36 եվրոյի փոխարեն։ Դուք կանխիկ եք վճարում։ Այո։ Շատ է պահում։ Չէ, իմը դոլարային քարտ է։ Հա, դոլարային, ու դե նա պահում անում։ Հա դե լավ թող պահի։ Ես եվրո եվ։ Thank you։ Այսքան ներս ենք մտել, տոմս ենք առել, դեռ մերկանցնելու պահ է եկել։ Արա լավ, էլի արա։ What about my jacket? Jacket? Yes, sir. Keep your jacket, please. Okay, it's so complicated, you know? Մի ժամ ինչ կան հանեցին բրիցը։ Hello. Thank you. Բարև ձեզ, ոնց եք։ Այս լիֆտը թե ավտոբուս։ Կանգարում կպահեք, էլի հաջորդում իջնող կա։ Ասա երկրորդում կարանք Հիմա իջնենք։ էքսկուրսիա է անում։ Մի վարքան եկեք չխանգարենք։ Դուք հաջորդ կանգարում եք իջնում։ Վաու։ Մի անգամից եկանք Վեղև։ Վեղև մի անգամ։ Եղև ենք, բարձությունն է։ Չէ, ինչ ուր է բարձություն։ Շորտ նկարում էլ է կարմիրով։ Նայեք կարմիրով մենք երևում ենք ուր ենք։ Մեկ էլ հոսանքը գնա հիմա, չէ՞։ Կամ նատել արաբերեն ասի։ Մենք հասանք առաջին հարկ։ Մերսի։ Արի։ Ուրեմն սա առաջին հարկն է Էյֆելյան աշտարակի։ Ինձ թվում է գիշերով շատ սիրուն կնայի վեր այստեղ։ Նայեք գետը ինչ սիրուն է երևում այս բարձրությունից։ Իսկ դուք գիտեք, որ 1889 թվականին է կառուցվել Էյֆելյան աշտարակը։ Դիզայնը արել է այդ ժամանակ մի մարդ, ում անունը եղել է Գուստավ, իսկ ազգանունը Eiffel կամ Eiffel։ Բայց շատ ուժեղ քննադատությունների է ենթարկվել ու մինչ օրս կան մարդիկ, ովքեր ատում են Էյֆելյան աշտարակը։ Բայց տեսեք, որ տարիներ անց այն դարձել է Փարիզի ամենակարևոր մասնիկը, որը 330 մետր է իր բարձրությունը։ Ու նույնիսկ մի հատ հետաքրքիր բան ասեմ, 1909 թվականին ուզեցել են քանդել, բայց չեն արել այդ քայլը, որովհետև օգտակար ա եղել ռադիոյի ինչ-որ եսիմինչին։ Ու ասեմ վերջին փաստը, եթե դուք ուզում եք բարձրանալ ոտքով վերելակի փոխարեն, 1665 աստիճան պետք է բարձրանաք։ Այսօրվա համար այսքանը։ Կհանդիպենք։ Այսքան սիրուն ա երևում ու սա դեռ ընդամենը առաջին հարկն է։ Չեմ պատկերացնում ինչ ա լինելու ամենավերևից։ Ու հաստատ պետք է գիշերով գալ այստեղ, որ ավելի լավ սենց լույսերով բաներով տեսնես։ Կորցրի մեր հայերին։ Նա ուր է։ Ահա տարածքն էլ այնքան մեծ է։ Գնացիմ երկու բան նկարեմ, չկան։ The next day. Էլի իմ Thank you. Oh. Oh my god. Սիրտս կանգնեց։ Չէ, լավներ չէ, լավները։ Բարձրանում ենք։ Նանայ։ Թոփ։ Ոնց էիք ասում Վեղև։ Բարձրանում ենք Վեղև։ Օй, ինչ գուդա։ Merci beaucoup.
Հասան, դե եկեք այս հատվածը հələ վայել ենք։ Մի խոսքով չեմ հավատում, որ հենց հիմա ես գտնվում եմ Էյֆելյան աշտարակի ամենավերևում։ Անկեղծ եմ ասում, այս պահին, որ դու այստեղ ես գտնվում, այդքան չես գիտակցում, այդքան չես հասկանում, բայց հաստատ այս կադրերը հետո նայելուց հիշելու եմ այս էմոցիաները ու ասելու եմ Երանի նորից այնտեղ գտնվեմ։ Պետք է ամեն մի պահը վայելել։ Ոսի ցուրտ է, բայց չէ։ Դու ին վրա որ պայես, ինքը արդեն ավտոմատ պետք է բռնի վրես։ Բռնել, հա։ Դու քեզ պպոզում։ Քեզ դու ֆոտո ես։ Լավ, էդի ֆոտո չի նախ վիդեո է։ Արա ինչ ա։ Անու քեզ նկարեց։ Ծելուա YouTube։ Գնաց։ Որ խնդրեմ մի քիչ sense կբացվեք, հա, դու գնա մի քիչ հետ։ Մերսի։ Շո կարաս ստոպ տաս։ Այդ հումորի պահն էր մենակ մեծ։ Թե չէ՞ մա։ Արա, sense լարեր ա վրես։ Վայ։ Ինչ լար։ Մի հատ էլ էլի։ Անունը Photoshop կանի։ Լսի, նորմալ նկար չկա։ Հա լավ կա։ Աշտարակի լույսերն ա միացել, մենք քանթել լինենք ներքևում ու ներքևից նկարենք, վայելենք, կանգնած ենք վերևում։ Մենք հատուկ մնացինք այստեղ մինչև որ արդեն գիշերը մտներ, որ գիշերով էլ տեսնեինք ու նայեք արդեն ինչ սիրուն է այս լույսերով։ Որա ցուրտ է։ Hello։ Ինձ գոռացող ախեցա։ Ոնց եմ ուզում գնամ իմ հոցելի հոտը քաշեմ։ Լավի։ Վերջ, մենք արդեն դուրս ենք եկել։ Իջնել է հերթով, այլի։ Այս սաղ իջնում է, իջնողների հերթը չգիտեմ ոնց ավելի շատ է, քան բարձրացողների։ Ցուտա մրսում եմ, վայ, տիկին վարդանուշ։ Տոխից նայ։ Վայ։ Վիզա։ Վիզա, վայջա։ Էսի վիզեիրա։ Ո, կոզնե որ տակար։ Տակես։ Օրո էսի շոկա։ Արա կադրասն ես խնդալու է, սաղ գլուխները։ Չեմ հավատում, գիշերով ինչ սիրուն է աշտարակը։ Thank you. Oh, one. Կուզեք sense բան։ Կուզեք 1 euro-յա։ Thank you. No, thank you։ Ռոխի փախակ։ Դե իմ ասած երեքով նայեք կամաչե, բայց ինձնից ինչ ամաչել։ Արա մոռացա ինչ էի ասել։ Դուք ինձ եք սպասում։ Տաքսիներ եք կանչ, այստեղ չի։ Հայ։ Հա դե սպասի։ Ես ես չեմ խանգարում։ Վայ, դուք էլ եք հայ, բարև ձեզ։ Ձեզ լավ երեկո։ Արա այսօր հայեր ենք հանդիպում Փարիզում։ Բերլինում ոչ մի հայ չէի տեսել։ Արա եղավ, չեմ հավատում, նայեք ինչ եմ տեսնում։ Գեմ մենակ ես ուրախանում։ 5 րոպե սենց ա մնալու։ Դե տաքսին կանչի ցուրտա։ Մեր սիրելի հայերի հետ տաքսով եկա հասա Մոնտմարթր փողոց, ավելի ճիշտ այս թաղամաս, տարբեր կողմերով բացվում է, տարբեր ճանապարհներ, ամենտեղ ինչ որ տասնյակ ռեստորաններ, կաֆեներ, շատ սիրուն փողոցներով եմ հիմա քայլում, ուղղակի չգիտեմ որտեղ պետքա գնամ, ինչ պետքա անեմ։ Չեք պատկերացնի ուղղակի ոնց է մրսում, շատ ցուրտ է։ Տեսել եմ սուվինիրների խանութ, մի հատ ուզում եմ մտնել։ Գոնե տաք է այստեղ։ Thank you. Yeah, metro ticket. 250. I have a card for 24 hours. Փաստորեն այն քարտը որ վերցրել եմ, կարամ դրանով մտնեմ այստեղ ու էլաստիճանները չբարձրանամ։ Օրո ինչ սիրուն է։ Օրո գիշերով էր պետք փաստորեն իրոք այստեղ գալ։ Անունը բավականին երկար է։ What's the name? What? Yeah, I don't know. That's quite hard for me. Sacré-Cœur. Basilique. Okay, is it open now? Can I go inside? Yeah. Yeah? Thanks so much. Have a good evening. Sacré-Cœur եկեղեցին գտնվում է Փարիզի ամենաբարձր կետում, որտեղից բացվում է զարմանալի տեսարան ամբողջ Փարիզի վրա։ Այն սկսել են կառուցել 1875 թվականին եւ պատրաստ է եղել 1914 թվականին։ Բավականին մեծ է այս եկեղեցին, բարձր չեմ կարող խոսամ։ Եկեղեցու անունը թարգմանաբար նշանակում է Սուրբ Սիրտ, որը վերաբերում է Հիսուսի սրտին որպես սիրո եւ զոհաբերության խորհրդանիշ։ Ամեն տարի այցելում են ավելի քան 11 միլիոն մարդ, ինչը այն դարձնում է Փարիզի ամենաշատ այցելվող վայրերից մեկը։ Այն աշխատում է 24/7 որպես անդադար աղոթքի վայր 1885 թվականից։ Վերջ այստեղից էլ դուրս եկանք։ Այս ցուրտ եղանակն հենց հարամ է անում սաղ։ Վազելով գնում եմ էլի այդ մետրոյի մոտ, որ իջնեմ ներքև։
Էլի շատ դատարկ փողոցներ են ու ընդամենը 9-ից կեսա։ بس ما بقدر احكي كتير كويس والله واللهجة يعني تبعي بظن مو كتير كويس وانت عايش فين؟ أنا عايش بأرمينيا أنا أرمني إيم وتلك أرلم هسا قنالوهم هيرانوت أو هيرانوت سوم نستم أنتريك عنهم ياي Hello my number is 301 Thank you Կրկին մեր անուշա բույր վերելակի մեջ ենք Ինչ հավես է Արա ինչ վատ հոտ է այս սենյակում արա Ժողովուրդ չեք պատկերացնի ինչ վատ հոտ է Սենյակ